Իշխանություն լրատվականին հայտնի դարձավ, որ բնակարանային գողություն կատարելու համար 2 տարեց կանանց սպանության մեջ մեղադրվող անձը Սիսիանի ոստիկանության բաժնի պետի օպերատիվ գծով նախկին տեղակալ ոստիկանապետի ԺՊ Գարիկ Մուրադյանն է։ Դատագենետիկական փորձաքննությամբ սպանված կանանցից մեկի եղունգների տակ Մուրադյանի մարմնի մաշկից կտորներ է հայտնաբերվել, իսկ մյուս սպանված կնոջ արյան հետքերը եղել են Մուրադյանի գրպանում եղած գումարի վրա։ Իշխանություն լրատվականը գրել էր, որ տարեց կանայք սպանվել են մոտ 20 օրվա տարբերությամբ նույն եղանակով առանձնակի դաժանությամբ։ Սպանված կնոջ եղունգների տակ Մուրադյանի մաշկի կտորների առկայությունը վկայում է, որ կինը մինչև վերջին պահը պայքարել է, փորձելով փրկել իր կյանքը։ Գարիկ Մուրադյանը ոստիկանական համակարգում պաշտոնի առաջխաղացում է ունեցել 18-ից հետո։ 19 թվականի օգոստոսի 14-ից նշանակվել է ոստիկանության Սիսիանի բաժնում որպես օպերատիվ գծով տեղակալ և համատեղության կարգով իրականացրել է ոստիկանության բաժնի պետի պարտականությունները։ Մուրադյանի պաշտոնավորման ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ նրան մեղադրել են ծեծի բռնության, սպառնալիքների խոշտանգման և խոստովանական ցուցմունք կորզելու համար ճնշում գործադրելու մեջ։ Նրա դեմ մի քանի հաղորդումներ են ներկայացվել, որոշ դեպքերով նյութեր են նախապատրաստվել և քննություններ իրականացվել, իսկ հետո կարճվել։ Այս ամենից հետո նա շարունակել է ծառայությունը ոստիկանությունում և ստացել է ավելի մեծ լիազորություններ, ընդ որում սա տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը և թիմը հայտարարում էր բարեփոխված ոստիկանական համակարգի մասին։ Ավելին, Գարիկ Մուրադյանի անունը շոշափվում էր նաև 2024 թվականին տեղի ունեցած աղմկահարույց մի դեպքի հետ։ Նա արձագաննվել է 36 կգ ոսկու, 293 միլիոն ռուբլու հափշտակության քրեական վարույթի շրջանակներում, գրում է իշխանություն.am կայքը։ Որոշ լրատվություններ անդրադարձել են իմ եթերին, որտեղ որ ես ասել եմ կուռքի արձան կանգնացնողները ինչ պատժի արժանացան, Հադիսի Սարի կուռքի արձանը, որ պետք է կանգնացնեիք ու այդ քարի անունը դնեիք կենդանի Աստծո անունը, նույնիսկ ես չեմ ուզում այդ անունը տամ, ինչի որովհետև գրված է զուր տեղը քո Աստծո անունը չտաս, անդրադարձել էին այդ նյութից, լավ եք արել, բայց օրինակ ես հիմա կուզեմ նաև անդրադառնալ այս նյութից էլի, ասենք այսօր բոլոր լրատվությունները ֆիքսվել են ազգային ժողովի վրա, իսկ ազգային ժողովը արդեն գիտեք ինձ համար 8 տարի ոնց որ մարտի 8 լինի, ազգային ժողովում ես այտենց որպես այդպիսի տղամարդ կամ ինչ-որ մեկ իր խոսքը ասի ու կատարի չեմ տեսել, լրիվ մարտի 8 են ընդեղ, ախր մենք ավելի կարևոր բաներ ունենք, ընչեք բերել մարդկանց ինչ-որ բաներով այսօր էլի թմրացնում, հարգելի լրագրողներ, կամ հարգելի հայ ժողովուրդ, որ ասենք դրա տակ դուք կոմենտներ եք գրում բան, օրինակ ես հիմա իրոք ուզում եմ, որ ասենք, եթե իհարկե խելացի կամ ասենք ազգի մասին մտածող մարդիկ եք, եթե նույնիսկ սա չտարածեք հետ, ասենք դուք ինքներդ սկսեք էլի արդեն այդ հարցը բարձրացնել, լավ ասենք Նիկոլ Փաշինյան, դու դեռ չնստած հոկտեմբերի 27-ի մասին էիր խոսում, որ դա կազմակերպել է Քոչարյանը, մինչև հիմա էլ ես դա ասում, մարտի 1-ից ես խոսում, անդրադառնամ մի փոքր դրանց, հոկտեմբերի 27-ի մասին, երբ որ ձերբակալվեցին ահաբեկիչները, ահաբեկիչներից, որից մեկը Նայիրի Հունանյանն էր, իրավունք ուներ զենք պահեր իր մոտ ու բացի դա, բացի զենք ունենալը, ևս իրա հետ ազգային ժողով մտցներ որոշակի մարդկանց։
Չունես, չէ։ Այսինքն դա շատ պարզ է, որ ինքը ինչ-որ մեկից հրաման է ունեցել։ Բաց է եղել այդ դուռը իրանց համար։ Հիմա Նիկոլ, դու ասում ես, որ դա Քոչարյանն է։ 8 տարի է Քոչարյանը խի ազատության մեջ, ժողովուրդ։ Հարգելի հայ, դու հարգելի լրատվող, ժողովրդին այդ հարցը մի տվեք է, այսօր օրենքը Նիկոլ Փաշինյանի ձեռքն է։ Ուրիշ բաներ մի խոսացեք, կոնկրետ հարցեք, բոլորը հարցեք տալի, ասում եք, հանցագործ ինչի համար է դուրս։ Հոկտեմբերի 27-ի ժամանակ ԱԱՑ-ի պետը ով է եղել։ Սերժ Սարգսյանը։ Բայց Սերժ Սարգսյանին էլ մոռացաք արդեն։ Այդ ժողովուրդ դուք չէիք, որ մերժում էիք Սերժին։ Բայց Սերժն ուրա։ Սա հարցերը լուծվել է Հայաստանում։ Ազգային ժողովում արդեն ընտանեկան սենց գալաջիներ, լրագրողներն էլ նենց լուրեր են տարածում, սրանից, նրանից, բան, սենց զբաղացնում են մարդկանց, հա, արդեն էլ նայեք տեսեք, հոկտեմբերի 27-ից քանի տարի է անցել։ Քանի տարի անցել, քանի տարի է մեզ զբաղացրել են։ Փաստորեն հանցագործները դուրսն են։ Դուրսն են, ժողովուրդ, հանցագործները դուրսն են։ Ավելին, հանցագործներն այսօր ընդդիմություն են։ Փոխանակ բերդում են։ Ու դու հարգելի Նիկոլական, ուզում ես ինձ ասես, որ ես Նիկոլ հարգեմ։ Այսօր Ծառուկյան բռնելով, Բեգլարյան բռնելով, Մուկի Փեսա բռնելով հարց չի լուծվելու։ Եթե դու իրականում բերած մարդ չէիր, Նիկոլ, եթե դու իրականում բերած մարդ չէիր, հոկտեմբերի 27-ը հերիք է քեզ, որ ԱԱՑ-ի պետով, Քոչարյանով բռնես նստես։ Կամ տարօրինակ չէ, Նայիրի Հունանյանի բոլոր իր հետի մտնողները բերդ ու մահացան, մենակ Նայիրի Հունանյանը մնաց։ Ու մինչև հիմա կա։ Օրինակ այդ իմ համար հետաքրքիր է։ Ասենք ոչ թե որ Նայիրի Հունանյանին չի ապրում, այլ այդ ոնց եղավ էլի մնացածը, չգիտեմ, ինքնասպան եղան, մեկ ասում է տոկնախփեվը, ասենք ոնց է տենց էլի մենակ Նայիրին մնաց, կենթանի։ Ժողովուրդ ջան, այսօր շատ մարդիկ են ասում, ախպեր, կարճ կոնկրետ, դու ասում ես այս մարդն է արել, Ռոբերտ Քոչարյանները բեր նստեցրու, վсё։ Եթե չէ, ուրեմն ինքը իրանց հետ է։ Ու ինչ ես դու ինձ ուզում ստիպես, այդ ցավը տանեմ, որ ես Նիկոլ հարգեմ։ Խի որ ես հարցեր ունեմ, մտածում եմ հələ բաներ, որոնք որ չլուծված են, որի պատճառով մենք եռաբլուր լցրեցինք, որի պատճառով Արցախն այսօր մերը չի։ Մոռացաք։ Ես օրինակ 8 տարի է, ինձ ճանաչող մարդիկ գիտեն, ես երկող, պարող, մարդկանց ուրախացնող մարդ եմ եղել։ 8 տարվա մեջ գիտեք ես ինչքան պրոյեկտներ ունեի, որ պիտի անեի։ Հավատացեք, ես հիմա գնում եմ առիթի, ասենք որ ինձ հրավիրում են պարելու կամ ասենք, ես իմ ձեռքերը չեմ կարող լիարժեք բարձրացնեմ վերև պարել։ Ես ինձ պարտված եմ զգում, ես ասում եմ ոնց էլի ասենք։ Всё, անցավ, գնաց էդի վերջ, անցավ, գնաց էդի բերել ծեր համար պրծավ։ Հիմա արդեն անցել է Կարեն Կարապետյան կամ չգիտեմ ինչ որ ազգային ժողովի մարտի 8-ի անդամներից մեկին։ Մի հատ ասացված կպատմեմ, որ չգիտեմ ժողովուրդը եթե դրանից ինչ որ մի օգուտ կքաղի կամ բան կանի, ես մենակ ուրախ կլինեմ։ Ուրեմն
մտնում է պատվալ, որ ցորեն գողանա, մեկ էլ մարդու կնգա զրույցն ա լսում, որ այս մարդը կնգան ասում այ կնիկ ասում այն օրը գնացի ցորենները որ բանանեի տեսա մուկը ծակել է փաստորեն մեր պատվալում մուկ կա կնիկն ասում է մուկ կա մուկ արի թակարդը դնենք մկանը բռնենք ու մուկը էսի լսում է մուկը լսում է որ պետք իրան բռնեն հետո փախնում է պատվալից գնում մանթով մտածում է ինչ անի ինչ չանի գնում մտնա գոմը մտնում է գոմը տենում է ակլորը ընդեղ է ակլորին ասում է ակլոր ջան ասում է խնդրում եմ քեզ էլ ինչ որ կարաս օգնես քյասար ինձ ուզում են բռնեն ակլորը ֆռում ասում է դավայ ասում է ռադդ քաշի գնա ինչ քեզ օգնել իմ կերն ես ուտում եկել ես իմ կուտն ես ուտում տանում եկել ես ինձնից օգնություն ես խնդրում այսի ասում է լավ էթու մտնում է խոզի մոտ ասում է խոզ չան ասում է կօգնես ինձ այս խոզն ասում է այս սենց քաքի մեջ խրված է մեկը ինձ օգնի մտնում է մյուս տեղը տենում է եզնա կանգնած եզին ասում է ես ջան ասում է այս մարդու կնիկ ուզում են ինձի բռնեն էլի ասում է որպես կենթանի արի ինձի քյոմա գեղի էլի բան եզն ասում է այնքան հոգնած եմ առավոտից իրիկուն ասում է գութանը կապել են մեջքից ցորենի արտ եմ վարե գնա դու ախպեր քո գլխի ճարը տես այս մուկը գոմից հելնում է մանթո էթում սկսում է մտածել մեկ էլ միտք է գալի իրան հելնում գնում է օծի բնի դեմը ու օծի բնի դեմը սկսում է խաղեր տալ օծը դե զգում է դուրս է գալի որ մկանը բռնի այս մուկը օծին խաղերով բերում է պատվալ հասցնում է թակարդի մոտ հոպ օծը սնգնում է թակարդը այս մարդու կնիկը այն սենյակում լսած թակարդից են լսելով ասում են ահա մուկը եկավ ընկավ թակարդը հելնում է կնիկը վազելով գալիս է որ ձեռը տանի թակարդը հանի օծն է դենգե օծը կնգա ձեռքը կծում է տանում են հիվանդանոց բժիշկը նշանակում է ասում է դե ասում է թեթև ուտելիք է էլի պետք ասում է տիկնոջը բան բուլյոն տենց հավի բանի այս մարդը գալիս է մտնում է իր գոմը այդ ակլորին է տենում ինչ այդ ակլորի վիզը կտրում է որ տանի իր կնգան հիվանդանոցում բուլյոն լինի վերջը անցնում է իր կոր չէ թույնը շատանում է տալիս է արդեն կնգան թունավորում է բան բժիշկը կանչում ասում է չէ ախպեր ջան ասում է հիվանդանոցի ծախսերը շատանում են քյասար փող ա պետք եթե չէ լավ չի լինի կնգատ վերջը այս մարդը գալի մտնում է գոմ նայում է խոզին ա տենում այն խոզը որ քաքի մեջ խրված էր չօգնեց այս խոզին մորթում է որ հիվանդանոցի ծախսերը տա ասում է մի քանի օր կինը մեռնում է քելեխին էլ եզին է մորթում որ ժողովրդին կերակրի այսինքն մուկը իր հարցերը լուծում է ինքն իրանով հիմա սիրելի հայ հերիքա եթե քո մեջ հարցեր կան այսօր այս հեռախոսը քեզ տրված չի մենակ որ չգիտեմ անբարոն բաներ նայես կամ ուրիշների վրա ղժաս կամ չգիտեմ եսի ինչեր անես այս հեռախոսով ախպեր Քոչարյանի հետևորդն ես դու Սերժի հետևորդն ես ամեն մեկը ձեր հետևորդից ժողովուրդ ջան ձեր պահանջը ուզեք դրեք ձեր պահանջը թող իրանք ապացուցեն իրանց արդարությունը նույնն էլ դու Նիկոլական այսօր դու այն մարդով որ Նիկոլին չի սիրում չի հարգում ասես թափում եք իրար վրա ուզում եք ասես ճղեք չէ ախպեր վերջի վերջո արթնացեք ասեք
Նիկոլ ջան, այս մարդիկ ճիշտ են ասում, ախպեր ես էլ եմ ուզում։ Ես էլ եմ ուզում, որ այդ մարդիկ նստեն, որտեվ դու ասում ես, այդ մարդիկ հանցագործեն, հոկտեմբերի 27, մարտի 1, Արցախն են իրանք տվել, լիքը բաներ։ Դու ուր ես բերել այդ մարդկանց կողել ազգային ժողով։ Ժողովուրդ ասելիքս էնա, սկսեք դուք ձեր հարցերը լուծել։ Մուկը իրա մուկը լնելով իրա հարցերը լուծեց։ Դու չես կարում։ Եթե չես կարում, դա այն մարդիկ ովքեր որ փորձում են խոսամ, փորձում են մի բան անեն, դրանց չեք քֆուրանում։ Քոնե գնացեք նստեք, կոպիտ ասած, կարող այդ մարդիկ մի բան անեն, մեջը դու շահես, թե չէ, սենց նստած, դու ոչինչ չես անելու։ Տունն էլ են գալու ձեռիցը տառնեն, երեխուտ տարան, նահատակեցին իրանց շահերի համար, իրանց պրինցիպների համար, մյուսը տունը տալինելու։ Իսկ եթե չէ, եթե դու վստահ ես, որ այտենց չի լինելու, դու այսօրվանից սկսի քո առաջնորդի դեմ պահանջներ դնել, ոչ թե քո առաջնորդին պաշտպանել։ Դու բերում ես առաջնորդ ես ընտրում, որ այդ առաջնորդը քո կյանքը բարեկեցիկ սարքի։ Իսկ ձեր մոտ հայ ժողովուրդ, Հայաստանում ապրող հայ ժողովուրդ հակառակն է։ Դուք բերում դնում եք մարդ, ղեկավար ու բոլորդ աշխատում եք, որ իր համար լավ լինի։ Ձեր մոտ լրիվ թարս է։ Այսօր ասում են բանը, աշխատանքից տեղը մեկը Հայաստանից եկել էր, ասում եմ, հա, Հայաստանում ոնց ասում է, ախպեր շատ լավ է, մարդիկ ուրախ են, այս կողմ են կողմ, ասում եմ, շատ լավ է, որ ուրախ են, ասում եմ, բա այդ ոնց է, որ Facebook-ով ասում եմ, եթե տենց ուրախ են, Facebook-ով անձամբ ինձանից լիքը մարդիկ օգնություն են խնդրել էլ ինձանից, բան, ասում եմ, այդ ոնց է, էլի, խոսում են, ասում են, թանկացում է, այս կողմ են կողմ, ասում են, դե ախպերովի մարդիկ ուրախ են։ Ժողովուրդ ջան, եկեք թարս նստենք, դուզը խոսանք։ Այսօր էլ միացենց հելի փողոցով քայլի, 10 տնից 8 տան մարդ դրսում բարեկամ ունի։ Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա, օտար երկիր մարդ ունի, որ ամեն ամիս հավելյալ օգնություն իրանց ուղարկում են։ Օտար երկրում աշխատում են, ուղարկում են տուն։ Հիմա դու ոնց ես կարծում։ Դա պետության շնորհքն է։ Կամ այն մարդիկ, ովքեր որ ասում են հայերը ուրախ են ապրում։ Էլի թող ուրախ ապրեն Հայաստանում, ես մենակ ուրախ եմ, բայց ում հաշվին։ Պետության հաշվին, թե իրա տան, իրա բարեկամի հաշվին է ինքը ապրում։ Դրանք լրիվ տարբեր բաներ են։ Եթե այսօր մարդկանց մեծ մասը բարեկամ չունենա օտար երկրում ապրող, դրսից օգնություն չունենա, արդյոք քո աշխատավարձը հերիքելու է քո ուտելուն, խմելուն, կոմունալներիդ, երեխեքիդ ուսման վարձին, թե այդ երեխեքի ուսումն էլ եք արդեն մոռացել, TikTok-ը հերիք է արդեն ձեզ։ TikTok-ով գումար աշխատել է հերիքը։ Չի կարելի ժողովուրդ ջան, արդեն շատ մարդիկ են, եթե նկատել եք, շատ մարդիկ արթնացել են, արդեն փաստեր են ուզում։ Դուք էլ օգտվեք այդ առիթից։ Հելեք ասեք, էլ չենք ուզում որ շի բան լսենք։ Այս մարդուն ասում ես հանցագործա, պետք է նստի։ Կամ ֆռում ես այն մյուսին ես ասում, այս մարդը քեզի ասում է հանցագործ ես, դու ես արել, ապացուցի չէ, գնա պատասխան տուր։ Սկսեք մտածել ձեր մասին, կարճ կոնկրետ։